Պարոն Փամփուխտյան, ներկայում իրականացվում են աշխատանքներ փոսալցման, նկատում ենք, որ կա բիտումի խնդիր, դա փաստում եք կա թե ոչ, եւ երկրորդ հարցը ավտոտնակների վերաբերյալ է, քանի որ ձեր դաշտում է ոնց հասկացա, քաղաքապետը նշեց, որ վարձավճարներ պիտի գործեն, այսինքն քաղաքացիները չունենան այնպիսի խնդիր, որ սեփականաշնորհման գործընթաց սկսեն, այսինքն վճարովի վարձակալություն գործի։ Արդյոք քաղաքապետարանը հաշվարկել է 1 քառակուսի մետրի համար քաղաքացին, եթե գա դիմի ավտոտնակը, որքան գումար է վճարելու, որպեսզի դա անի, եւ հատակագծով Երևանի հաշվարկել է օրինակ, քանի ավտոտնակ կա, եւ երրորդ հարցը մետրոյի աջափնյակ կայարանի շինարարությունը, որը տարեց տարի խոստանում են, որ լինելու է, խնդրում եմ ասեք, ինչ փուլում են մրցույթի աշխատանքները։ Շնորհակալություն, սկսեմ վերջից, աջափնյակի մետրոյից, մենք բոլոր փորձաքննությունները արդեն անցել ենք եւ մեծ հավանականությամբ կամ ամենայն հավանականությամբ մենք եթե ոչ այս տարի, մյուս տարվանից մենք արդեն կսկսենք շինարարության մրցույթը, բավականին ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ձգձգվել է, այսպես ասեմ, փորձաքննությունը, բայց այժմ մենք ունենք այդ փորձաքննության արդյունքները, որը որ մեզ թույլ է տալիս արդեն գնալ մրցույթային ճանապարհով։ Ավտոտնակների հետ կապված ես ավելի լայն քաղաքականությունը ձեզ նշեմ, տեսեք ինչպես է ավտոտնակների մասով մոտեցումները, այն ավտոտնակները, որտեղ որ մենք չունենք նախագիծ բակային որևէ բակային միջավայր ստեղծելու կամ որևէ դաշտ ստեղծելու, այդ ավտոտնակները, որոնք որ այսպես կոչված չեն խանգարում, այդ ավտոտնակների պայմանագրերը երկարացվում են նոր սակագներով, ներկայային սակագների մասով չեմ կարող հստակ թիվ ասել, իսկ այն ավտոտնակները, որտեղ որ մենք նախագծում ենք, օրինակ մենք Արաբկիր վարչական շրջանում լայնածավալ ավտոտնակների քանդման պրոցես սկսեցինք եւ մի քանի մեծ բակային հատվածներ ստացանք, այդ պրոցեսը շարունակական է, նաեւ կա Էրեբունի վարչական շրջանում, Նորնորք վարչական շրջանում, այն ավտոտնակները, որոնք որ չկան նախագծերի մեջ, մեր բակային կրկնեմ, այդ ավտոտնակները քննարկման արդյունքներում միգուցե երկարացվում են 2 կամ 3 տարով վարձակալության հողի վարձակալության վճարները, իսկ այնտեղ որտեղ որ մենք ունենք հստակ նախագծեր, այդ ավտոտնակները միանշանակ քանդվում են։ Բիտումի հետ կապված կարևոր հարց եք տալիս, մենք առհասարակ մենք բիտումի խնդիր չունենք, բայց ունենք մենք որոշ հատվածներ, որտեղ որ շինարարը ոչ պատշաճ է մոտենում եւ ունենք դեպքեր, հենց մասնավորապես այսօր մեր շինբարեկարգման վարչության աշխատակիցների կողմից այսօր երեկոյան պարզել են, որ Վարդանանց փողոցում օրինակ փոսալցումը կատարվել է առանց բիտումի, հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ այդ ասֆալտը քանդվելու է եւ ամբողջությամբ շինարարի հաշվին, այսինքն քաղաքապետարանը այդտեղ գումար չի ծախսելու եւ պետք է ստանան այն փոսալցումը, որը որ նախատեսված է թե ավականու որոշումներով եւ թե մեր ընթացակ կարգերով։ Այսինքն այդ խնդիրը հատվածային մասնակի տեղերում լինում է, ոչ թե բիտումի խնդիրն է, այլ շինարարի մոտեցման խնդիրն է, որը որ արձանագրում ենք թե մենք եւ թե երբեմն նաև դուք եք մեզ օգնում լրագրողները, որոնք որ հատվածային վայրերում, որտեղ որ մեր աշխատակիցները չեն հասցնում ֆիքսել, մենք ֆիքսում ենք խնդիրը եւ այդ խնդիրը ոչ բյուջեի հաշվին, ոչ երևանցիների հաշվին վերանորոգվում է եւ ստանում է պատշաճ տեսք։ Շնորհակալություն։ Խնդրեմ։